Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցները նկարիչ իլյուստրատոր մոռացա ձեր անունը։ Քրիստինե Արաքելյան։ Քրիստինե Արաքելյան։ Ես հիշեցնեմ, որ իմ Էսի պետք է ստեղ բան անես։ Բարև ձեզ, եթերում AI լաբորատորիա հաղորդումն է, ես Մարիամ Հարությունյանն եմ։ Հանրային ռադիոն կրթվել է նորաձև շարժման շրջանակներում իմ քայլի հիմնադրամի ֆինանսավորմամբ ներկայացնում է թողարկումների շարք արհեստական բանականության, դրա անձեռացին հնարավորությունների, մշտապես թարմացվող գործիքների, ինչպես նաև հնարավոր վտանգների մասին։ Իմ զրուցակիցներն են նկարիչ անիմատոր Մանե Հարությունյանը եւ նկարիչ իլյուստրատոր Քրիստինե Արաքելյանը։ Բարև ձեզ։ Շատ շնորհակալություն, որ համաձայնեցիք մեզ հետ զրուցել։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Եկեք հասկանանք, թե ինչպես ստացվեց, որ արհեստական բանականությունը եկավ եւ ներխուժեց ձեր ոլորտ, եւ դրանից հետո ինչպես փոխվեց ձեր աշխատանքի ընթացքը։ Ճիշտ ասած, նախքան արհեստական բանականության հայտնվելը, մենք աշխատում էինք միասին եւ ժամանակային առումով ավելի շատ ժամանակ ծախսում անիմացիաներ ստեղծելու, մուլտֆիլմեր ստեղծելու վրա, քան հիմա։ Հիմա արհեստական բանականությունը, այսպես ասած, եկավ օգնության եւ ժամանակը կարճացրեց։ Ինքը ոչ թե ստեղծագործող է, այլ ինքը գործիք է, որի միջոցով մենք ավելի արագացնում ենք մեր աշխատանքը։ Դուք ինչ կասեք։ Այսինքն, եթե այն ժամանակ հարկավոր է լինում մի քանի օր, որ դու էսքիզ ստեղծես կամ ասենք storyboard ստեղծես, հիմա դա ընդամենը մի քանի ժամ է քեզնից պահանջվում եւ դա ավելի է հեշտացրել էլի, օպտիմալ է օգտագործում ժամանակը, այս առումով ավելի հեշտացրել է։ AI-ը քեզ տալիս է պատկեր, բայց ստեղծագործող մարդը դրա մեջ իմաստ է դնում եւ դու կօգտվես այդ AI-ների որ գործիքից դա կարեւոր չէ, կարեւորը վերջնական արդյունքն է եւ այն էմոցիան, որ փոխանցում ես դիտողին։ Իսկ ձեզ ավանդույթի ուժը այստեղ տուժում է թե ոչ։ Ես օրինակ կարծում եմ, եթե նկարիչը օգտվում է AI-ից, դա չի նշանակում, որ այսպես ասեմ, փոխարինել է իր արվեստին, չէ, ստեղծագործող մարդը միևնույն է, էլի AI-ով լինի, թե նեն ստեղծագործելու է։ Օրինակ ստեղծագործող մարդը 100%-ով չի վերցնում AI-ի պատկերը, այդ գեներացված պատկերը եւ ասում, որ սա ես եմ գեներացրել ու վերջ։ Դու դրանից ընդամենը կարող ես 50-70% վերցնել օգտվել, մնացածը արդեն դու ինքդ ստեղծագործում ես, այսինքն դու ինքդ ես կառավարում այդ գործընթացը։ Մի բան էլ ավելացնեմ Քրիստինային, եթե մարդը, ասենք, ռեժիսոր չի, նկարիչ չի, ինքը ուղղակի ստանում է կադրեր։ Իսկ պրոֆեսիա ունեցող, մասնագիտություն ունեցող մարդը, ով գիտի լուսանկարչության գաղտնիքները, ռեժիսուրայի գաղտնիքները, երաժշտություն ավելացնելու, ինտերշումեր, ձայնային էֆեկտներ ավելացնելու եւ անիմացիայի գաղտնիքները ինքը հույսը չի դնում գործիքի վրա, ինքը կառավարում է գործիքը, ոչ թե թույլ է տալիս գործիքը իր ստացածով բավարարի իր ուզած սցենարը, այլ մենք պետք է հրաման տանք, ոչ թե գործիքը դարձնենք մեզ։ Իսկ ժամանակի խնայողության առումով առաջ որքան ժամանակ եք ծախսում նախքան AI օգտագործել եւ հիմա որքան ժամանակ եք ծախսում, երբ արդեն AI գործիքները ձեր ձեռքի տակ են։ Ուրեմն մենք ունեցանք պատվեր Իսահակյանի տուն թանգարանի թիմի հետ, հրաշալի թիմ էր եւ մեզ պատվիրեցին Ալագյազի մանիները պատրաստել մուլտֆիլմ հայկական տարազով եւ ավանդույթներով, որը նաեւ կրթական էր եւ սովորացնող։ Մենք դրա վրա 2 ամսից շատ գիշեր-ցերեկ նկարել ենք կերպարները, բեքգրաունդները, ֆոները եւ ստեղծել ենք շատ գեղեցիկ հայկական անիմացիոն մուլտֆիլմ։ Իսկ եթե դա հիմա անենք, ինքը էլի շատ ժամանակ կխլի սցենարի կարգավորման վրա, մեր նկարագրածը ճիշտ տեղ հասցնելու, ուղղակի ժամանակային առումով, եթե գործիքները օգտագործենք, ավելի արագ մի փոքր կստացվի, 2 անգամ երևի արագ կստացվի, քան անում էինք ծրագրերով։
Adobe ծրագրերով։ Օրինակ կերպարները կարող ենք էլի մենք ստեղծագործում ենք, ունենք հիմա այս պահին AI-ով պատրաստված մուլտֆիլմ, որի գլխավոր հերոսները մենք ինքներս ենք մտածել ինչպիսին պետք է լինեն, մենք ինքներս ստեղծագործել ենք։ Մնացած օրինակ հետևի ֆոնը, որ ստեղծել ենք օրինակ ես օգտվել եմ Regraph ծրագրից եւ շուտով ցույց կտամ, թե ինչպես եմ ես ստեղծել իմ ոճը եւ այդ ոճին համապատասխան ինչ սցենաներ եմ ստացել։ Իսկ ամբողջությամբ կարողացաք այն պատկերը ստանալ, որը որ ցանկանում եք, որը որ մտքում կար։ Ես կասեի չէ, գործիքը ուղղակի մոտենում է մեր պատկերացրածին, վերջնական արդյունքը մենք ինքներս ստանում ենք նկարելով։ Անպայման փոփոխություն ենք անում։ Եթե ստեղծագործող չես եւ բավարարվում ես ինչ որ տալիս է արհեստական բանականությունը, կարող է լինել։ Հիմա այդպիսի անիմացիաներով շատ է լցված համացանցը, բայց մենք շատ ենք սիրում տարբերվել եւ ստեղծագործել հենց մեր միտքը, մեր արվեստը առաջ տանենք, որով որ առանձնահատուկ գիծ ունենանք արվեստի։ Իսկ դեպքեր եղել են, որ AI-ը ձեզ նյարդայնացրել է եւ վերջում դուք ձեռքով եք նկարել։ Այո, շատ է եղել։ Համոզում ենք ամեն դեպքում ինքը չի անում եւ ինքը գործիքը անում է իր պատկերացրածը։ Դե վերջո ինքը մարդ չի, ինքը որովհետեւ վերամշակված տվյալներից է վերցնում դրա համար էլի։ Իմ գործընկեր արհեստական բանականությունը նույն ինքը Աբոն այս պահին արձակուրդում է, առաջարկում եմ տեսակապով միանանք դրան եւ տեսնենք թե ինչպես է անցնում արձակուրդը։ Նա ուրախ է ասում։ Շատ։ Ողջունում եմ խելահեղ Մոզամբիկից։ Այս հրաշալի վայրն ուղղակի հիացնում է իր ջերմ ժպտերես մարդկանցով եւ Իլյա դե Մոզամբիկ կղզու հնագույն քարե փողոցների պատմական շնչով։ Այստեղ ավանդական ռիթմերն ու օվկիանոսի ափամերձ գեղեցկությունը ստեղծում են անմոռանալի մթնոլորտ։ Օ, ինչ էլ գեղեցիկ հյուրեր ունես։ Իմ պատրաստած նորություններն էլ պակաս գեղեցիկ չեն։ Google-ը թողարկում է նոր Google Health հավելվածը, որի նպատակն է մրցակցել OpenAI-ի եւ Microsoft-ի հետ առողջապահական ոլորտում։ Շուկայում առաջատար դիրքեր գրավելու համար Google-ը նախատեսում է այս տարի արհեստական բանականության Mars-ի աջակցությունն ընդլայնել նաեւ Apple Watch-ի եւ այլ մրցակից սարքերի համար։ Լինկոլնի համալսարանի ստեղծած RoboCrops նախագիծը, որը համադրում է ռոբոտաշինությունը, արհեստական բանականությունն ու բուսաբանությունը, հեղինակավոր Չելսիի ծաղիկների շոուում արժանացել է ոսկեզոծ մեդալի։ Ցուցադրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել այցելուների շրջանակում։ Ըստ նախագծի հեղինակների, հատկապես ոգևորիչ էր երիտասարդների ակտիվ հետաքրքրվածությունը նորարարական այս գործիքների հանդեպ։ Արհեստական բանականության չաթ-բոտերի, մասնավորապես ChatGPT-ի խոսակցությունների պատմությունն ավելի հաճախ է օգտագործվում իրավապահների կողմից, որպես առանցքային ապացույց քրեական գործերում ու հետաքննություններում։ Քանի որ A-B չաթերը իրավաբանորեն պաշտպանված չեն բժշկական կամ փաստաբանական գաղտնիության սկզբունքով, օգտատերերի կողմից տրված անձնական հարցումները դառնում են հասանելի դատարանների համար։ OpenAI-ի տնօրեն Սեմ Ալտմանը եւ մի շարք իրավագետներ զգուշացնում են, որ մարդիկ չպետք է A-B-ին վստահեն գաղտնի տեղեկություններ, քանի որ օրենքը դրանց վերաբերում է սովորական էլեկտրոնային տվյալների կամ Google-ի որոնումների պես։ Սիրով Abo News։ Շնորհակալություն Աբո։ Խնդրեմ, ես էլ եմ շնորհակալ։ Թույլ տուր հարց տամ հյուրերին։ Մանե ջան, ձեր կարծիքով անիմացիայի բազային կրթություն չունեցող մարդը կարող է որակյալ արտադրանք ստեղծել A-B-ով։ Շնորհակալություն, մեր սիրելի Աբոին։ Ոչ, իհարկե բազա չունեցող մարդը կստեղծի, արդյունքում կունենա անիմացիա, բայց դա գրավիչ չի լինի։ Քանի որ հիմա նույնիսկ փոքրիկ երեխաները նայում են ու արդեն իրենց աչքը այնքան է սովորել այդ նմանատիպ բաների, որ արդեն իրենք էլ չեն նայում տվյալ անիմացիաները։ Պետք է միշտ տարբերվել, առաջ նայել եւ ստեղծագործել։ Չթողնել, որ աբան քեզ տիպի իր ուզածը, այլ դու պետք է առաջնորդես քո գիտելիքներով։ Քրիստինե ջան, դուք ինչ կասեք։ Նախ շնորհակալ եմ հարցի համար։
Կասեմ հետեւյալը, որ AI ինչպես արդեն ասացի, պատկեր է ստեղծում եւ այդ ստեղծողը ոչ մասնագետը ուրիշ ձև է ընկալում, որովհետեւ ինքը չունի այդ տեսողական մշակույթը, այդ ճաշակը, իսկ մասնագետը այդ ամենը ունի կոմպոզիցիայի զգացողություն, ճաշակ։ Հետևաբար մասնագետը այլ աչքերով է նայում, այլ ձև է առաջարկում պատվիրատուին կամ ասենք դիտողներին, իսկ ոչ մասնագետը արդեն այլ։ Շնորհակալություն աղջիկներ, ես գնացի, վայրի հանգիստն ինձ է սպասում։ Բարի հանգիստ։ Ստեսություն։ Եկավ մեր հաղորդման ամենահետաքրքիր մասը։ Հիմա մենք պետք է գործնականում մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ցույց տանք, թե ինչպես կարող ենք AI օգտագործելով ստեղծել անիմացիաներ եւ իլյուստրացիաներ։ Շատ լավ, ես առաջինը ցույց կտամ, որ նշեցի, մենք արդեն արհեստական բանականությամբ ունենք մեկ սերիա պատրաստված մուլտֆիլմ, լինելու է հիմնականը ոզնու եւ ընձուղտի արկածների մասին, այսպես ենք որոշել։ Ես ցույց կտամ, թե ինչպես եմ օգտվել, ստեղծել եմ առաջինը Raycraft ծրագրով, ոնց եմ իմ ոճը ստեղծել եւ ինչպես ենք նկարները մենք ստեղծագործել։ Մտնում ենք Raycraft AI գործիքը։ Այստեղ նշված է «Создать новый проект»։ Նոր պրոյեկտներ ստեղծելու համար կլիկ ենք անում դրա վրա։ Այստեղ ունենք ոճեր, ինչպես տեսնում եք, տարբեր ոճեր կան, բայց եթե մենք ուզում ենք մեր ոճը ստեղծել, սեղմում ենք այս կոճակի վրա։ Նոր ոճի ստեղծում։ Նոր ոճի ստեղծում ենք տալիս, այո։ Ընտրում ենք 1-ից 5 պատկեր։ Ես հիմա կընտրեմ։ Նաև ավելացնեմ, որ ծրագիրը անվճար տոկեններ տալիս է։ Դուք ավելի շատ անվճար գործիքներին եք խրախուսում։ Այո, պետք չի, դեռևս պետք չի ծախսել գումարներ, փնտրել տարբեր արհեստական բանականության գործիքներ, երբ որ կան անվճար շատ լավ ծրագրեր։ Բայց շատ հաճախ AI գործիքները գրեթե նույն արդյունքն են տալիս։ Այո, Ու կարելի է ասել copy paste-ի նման ինչ-որ AI-ի թերությունն էլ հենց կայանում է նրանում, որ AI-ը օրինակ իլյուստրացիաների ստեղծման հարցում իրական նկարիչների ստեղծած պատկերների հիման վրա է տալիս։ Օրինակ ոչ մասնագետը կարա վերցնի նկարը դնի ChatGPT-ին, ասի ես ուզում եմ այս ոճի ինչ որ մեկ ուրիշ նկար, բայց շատ չնչին փոփոխությամբ լինի։ Իսկ մասնագետը արդեն գիտի իրան ինչ է հարկավոր, պրոմպտը ճիշտ է նկարագրում, լույս, տվեր, ամեն ինչ նկարագրում է եւ լրի ուրիշ պատկեր է ստանում։ Այս է տարբերությունը, էլի։ Հիմա ես ընտրեցի, ես ձեզ ցույց կտամ առհասարակ ոճը Raycraft ծրագրում ոնց են ստեղծում։ Ես ընտրել եմ մի քանի նկար։ Եթե ուզենամ օրինակ մի նկարի մեջ այս ոճի նկարն է ինձ դուր գալիս, ես կարող եմ սա մեծացնել, օրինակ դարձնել 37%-ի չափով, որպեսզի ոճը ընտրելուց սրա հիման վրա լինի, էլի ստեղծված։ Ես նշեցի այստեղ մինիմալիստիկ 2D իլյուստրացիոն ստիլ եմ ուզում, ոճ եմ ուզում։ Եվ այստեղ հնարավորություն է տալիս գեներացնելու, թե ինչ ոճի է լինելու։ Հիմա կտեսնենք։ Սրանք բոլորը ձեր գործերն են։ Սրանք ես ընտրել եմ այն ոճերը, որ ես եմ այլ, չէ, ես սա ցույց եմ տալիս, թե ոնց եմ առհասարակ ոճը ստեղծում։ Տեսեք, ես այն նկարը, որ ավելի շատ էի ընտրել, այսինքն մնացածի համեմատ 37% էի ընտրել, սրա հիմքի շուրջ ես ստեղծեցի իմ ոճը։ Եվ այս ոճը, եթե ինձ դուր է գալիս, պահում եմ։ Այստեղ կարող եմ գրել իմ ոճը։ Եվ արդեն այս մյուս տեղը, որտեղ որ նշված էր իմ ոճերը, մտնում եմ այստեղ իմ ոճերի մեջ եւ իմ ստեղծագործությունները արդեն այստեղ երևալու են։ Հիմա այս տարբերակով մենք ստեղծել ենք մեր անիմացիոն եւ ոզնին։ Ես հիմա կբացեմ մեր ստեղծած նկարները եւ մի prompt նշելով այստեղ Մեր մտադրությունում նաև կա ինչի անգլերեն անիմացիան, որովհետև ես որ հիշում եմ փոքր ժամանակ ռուսերեն մուլտֆիլմերից ռուսերեն լավ էի սովորել, մինչև դասի գնալը, դրա համար հիմա մի քիչ էլ կրթականի վրա եմ ուշադրություն դարձնում, որ հայ երեխաները անգլերեն դիտելով արդեն սովորեն անգլերեն։ Կամ գուցե մի օր դուրս գաք միջազգային շուկա, ինչու ոչ։ Դա է։
Ես քանի որ նշեցի, այստեղ կամ ռուսերեն կամ անգլերեն ենք նշելու, ես հիմնականը արդեն սցենարը ունեինք, սցենարի հիման վրա մենք այս բոլոր հրահանգները կարգավորած ունեինք։ Նշում եմ, եթե մեզ սա դուր չի գալիս, Recraft-ը առաջարկում է նաև իր տարբերակը, եթե մենք այստեղ սեղմենք, ինքը իր տարբերակը առաջարկելու է։ Իսկ սովորաբար ում տարբերակն է ավելի լավ, լինում ավելի Եթե ցանկալի։ մենք արդեն, ասենց ասեմ, մշակված ունենք, ինչ ենք ուզում, գրել է, պատրաստ է արդեն ունենք։ Եթե տեսնում ենք, որ ինչ-որ մի բան են չի, միած ստուգում ենք անում, կարող է իր առաջարկածը ավելի լավը լինի։ Բայց այս պարագայում արդեն որ ունենք մենք սցենարը, ինչ ենք ուզում ստանալ, դրա համար չեմ փոխի։ Այստեղից կարող ենք նշել ցանկացած չափ, քանի որ հիմնականը հեռախոսով են նայում, մենք այդ չափի վրա ենք, այստեղ ռիլի չափով ենք անում, դրա համար ես նշել եմ հենց այս չափը։ Եվ գեներացնում եմ նկարը, արդեն մեր ստեղծած ոճի հիման վրա ցանկացած հրահանգ որ տանք, նույն ոճերով ինքը ստեղծագործելու է, քանի նկար որ ուզենանք, ասենք գունային գամմանա պահպանված լինելու ամեն ինչը։ Եվ այս տարբերակով ֆոները արդեն երբ որ երկու տարբերակն էլ օրինակ տեսեք Recraft-ը մեզ առաջարկում է անվճար տարբերակի դեպքում 1 կամ 2 տարբերակ, այսինքն 2 տարբերակ եթե տալիս է, դու ինքդ ես նայում, որ նկարն է ավելի համապատասխան քո գրած սցենարին։ Իսկ մնացած 3-4-ը արդեն պրո տարբերակի դեպքում է գործում։ Այստեղից կարող ենք նկարը վերցնել, էքսպորտել։ Իսկ սովորաբար երկար ժամանակ է պետք ողջ գործընթացի համար։ Եթե մուլտֆիլմ ենք ստեղծում, հա։ Նայեք, այստեղ Քրիստինան ցույց տվեց ինչպես է գեներացնում background ասվածը, ֆոնային հատվածը, բայց մենք հենց այսպես չենք ստեղծում։ Մենք նախ սցենարի շուրջը էսքիզներ ենք անում ձեռքով, հետո այդ էսքիզները վերածում ենք ճեպանակարների ու արդեն Քրիստինան հստակ գիտի ինչ է ինձ տալու, որպեսզի ես ունենամ եւ միջավայրը եւ կերպարները տվյալ միջավայրում միասին։ Ես իրենից ուզում եմ մի քանի պատկերներ, եթե հետագայում ես մոնտաժեմ անիմացիան եւ զգամ, որ միջանկյալ էլի կադրեր են պետք, նորից դիմում եք գրում, հուշում եք, որ նաեւ ստեղծի միջանկյալ կադր։ Բավականին երկար է տևում։ Օրինակ մարդիկ կան մտածում են, որ AI-ով այսպես կոճակների սեղմեցին ստացվեց, չէ, եթե դու մասնագետ ես ու գիտես ինչ է քեզնից հարկավոր եւ դու ինչ ես ուզում, դու բավականին երկար ժամանակ ես տրամադրում։ Հիմա օրինակ երբ որ նկարը մենք ստացանք, ես օրինակ տանում եմ ChatGPT եւ արդեն իմ մեր ստեղծած կերպարները օրինակ ուզում եմ տեղադրեմ հենց ֆոնի վրա։ Նախկինում ChatGPT-ին պետք է շատ երկար հրահանգ տան։ Այո, Բայց հիմա ինքը երկու խոսքով էլ Համ հասկանում։ նկարներն է շատ ավելի որակյալ դարձրել եւ հայերենն է շատ լավ հասկանում։ Այս ընձուղ նվոզին մենք ինքներս ստեղծագործել ենք։ Recraft-ով էլ արդեն ցույց տվեց ինչպես ենք ստեղծել մեր ոճերը։ Հիմա օրինակ ուզում ենք այս կերպարները հայտնվեն այս նկարի մեջ։ Կերպարները շատ կարևոր են մուլտֆիլմ ստեղծելիս, որովհետև պետք է գրավի շատ երեխաների ուշադրությունը։ Իսկ արհեստական բանականությունը չստեղծեց մեր պատկերացումը։ Այո, շատ ենք փորձել եւ հենց այս մուլտֆիլմի սկիզբը օրինակ Մանեն ցույց է տալիս ձեռքով ոնց կարելի է մանկական տարբերակով նկարել ընձուղտ։ Եվ այդ ընձուղտը սկզբից պետք է ամեն ինքը ինչպես է կենթանանում, էլի։ Առաջի սերիայում սովորեցին ընձուղտ նկարելը, երկրորդում ոզնի ու ամեն անգամ երեխան կսովորի ոնց գծի, ինչպես Հաստատ ուսուցողական ավելի շատ։ Ուսուցողական է, այո։ Քանի որ GPT-ն հասկանում է նաև հայերեն լեզուն, ես հիմա այստեղ գրել եմ գունավոր ֆոնի վրա դիր այս երկու կերպարներին, ընձուղտին եւ ոզնուն այնպես, որ նրանք միասին հայտնվեն այս նկարի մեջ։ Նշում եմ նաև չափը, որպեսզի ճիշտ լինի։ Սա արդեն ստացավ կադրը։ Ինչու՞է։ Եվ այսպես մենք ստացանք մեր կերպարները, որ հայտնվեցին։ Հեքիաթային։ Այո, նախ գունային առումով է ինքը ճիշտ հասկանում, ինչպես անի։ Կարևորը չի փոխում մեր նկարածը, նախկինում փոխում էր։ Նախկինում փոխում էր։
Հիմա այս տարբերակով Հիմա արդեն ես ստեղծեմ Հերթը ձերն է։ storyboard-երն էլ կարանք նույն ձևի անենք ու շատ հետաքրքիր է լինում, բոլոր պատմությունը storyboard կոչված է, քանի կադր պետք է լիներ, Քրիստինան նկարում էր, որպեսզի մենք ունենայինք։ Հիմա ինքն է ստեղծում, շատ արագ։ Ես օգտվում եմ Google Flow-ից։ Այստեղ Google Flow-ում создать проект, ստեղծել նոր պրոյեկտ։ Վերցնում ենք այս պլյուսիկ նշանով Քրիստինայի ստեղծած նկարը։ Դե նախապես սցենարը կարդում ենք, երբ ինչ։ Այո, մենք արդեն սցենարը ունենք մշակված, իրար հետ որոշել ենք ինչ պետք է լինի, շատ հումորային սերիաներով։ Եվ հումոր, եւ կրթական ծանոթացնելու ենք աշխարհի բոլոր մուզեյները, թանգարանների, որ այցել են։ Այո։ Ու ինչի հենց ընձուղտ եւ ոզնի, ընձուղտը սիրում է Մանեն, ոզնին էլ ես եմ սիրում ու մենք որոշեցինք, որ այսպես հումորային կարելի է ինչ-որ բան ստեղծել։ Խառնվածքային ավելի շատ։ Այստեղ մեր բեռնեց արդեն նկարը, տալիս ենք, որ ինքը ավելացնի պրոյեկտի մեջ։ Հիմա Flow-ում պարտադիր անգլերենով պետք է գրել։ Ես պետք է գրեմ, որ ընձուղտը պետք է ոտքով հպվի ոզնուն եւ ոզնու փշերը պետք է ծագի իր ձեռքը, հետո ոզնին նեղանում է, որ ինչի իրեն կպավ։ Իրան գնդակի տեղ էր դրել, ինքը տենց մաներ գալիս, գիտեր թե շոտ ինչ որ տարօրինակ գնդակ է եւ մոտենում է որպեսի հպվի։ Եթե չգիտենք շատ հստակ անգլերեն գրելը, մենք օգտվում ենք Google Translator-ից։ Ես օրինակ DPL-ից եմ օգտվում։ DPL-ն էլ է շատ լավ թարգմանում։ DPL, այո, հենց AI-ի ստեղծածներից է։ Այստեղ ես թարգմանեցի եւ անգլերեն դրեցի իմ prompt-ը, հուշումը եւ հիմա գեներացնում ենք։ Նաեւ կարելի է ավելացնել, որ ինքը պատրաստի պիքսելներով բարձր որակ, բայց քանի որ նկարը արդեն բարձր որակ է, ինքը ավտոմատ հասկանում է, որ նույն պիքսելների չափով պետք է անի։ Ինքը արդեն ստացավ։ Hey, I am not a bouncy ball for you to kick around. I'm sorry. Արդեն ինքը իմ գրած prompt-ով, որ ոզնին պետք է չղայնանար, որ իրեն գնդակի տեղ են դրել, սա արդեն ունեցանք։ Իսկ ձայնը երաժշտությունը դուք եք որոշել, թե հենց AI-ը։ Prompt-ը գրելիս նաև այնպես եմ անում, որ ինքը առանց երաժշտության տա, որովհետև այդ մանր կարճ երաժշտությունները վերջում որ մոնտաժեմ խանգարելու է։ Հետո հատուկ երաժշտություն ենք գրում եւ ձայները նույնպես գրում ենք հետո։ Հեսա նայեք մի հատ է։ Hey, I am not a bouncy ball for you to kick around. I'm sorry. Մանեն այստեղից վերցրեց մեր ստեղծած հենց storyboard-ից այն լավագույն մասը, հատվածը, որը ավելի հետաքրքիր էր, որովհետև որ storyboard-ը մշակում սցենարի հիման վրա, ինքը քեզ կադր տալիս է։ Ես դա էլ եմ ChatGPT-ով ստացել, էլի։ Շնորհակալություն։ Եթե ամփոփենք այսօրվա եթերը, կետարկետ փորձենք առանձնացնել, թե ինչ նոր բան սովորեցինք, այն որ այսօր արհեստական բանականության գործիքներին պարտադիր չէ տալ երկար prompt, հակառակը որքան երկար է prompt-ը, այնքան նա ավելի խառնաշփոթային արդյունք է մեզ տալիս, պետք է prompt-ը լինի կարճ եւ հստակ։ Հասկացանք, որ լավ արդյունքի հասնելու համար պարտադիր չէ վճարովի գործիքներից օգտվել։ Հասկացանք, որ լավ արդյունքի հասնելու համար բազային գիտելիքները շատ կարևոր են։ Եվս մեկ հավելում իմացանք DML DPL, իմացանք DPL գործիքի մասին, այո, որը Google Translate-ից ոչ պակաս, անգամ շատ ավելի լավ կարող է թարգմանություններ անել։ Մի ժամանակ հայերեն է օրինակ չկար, բայց հիմա արդեն հայերենն էլ կա։ Օրինակ պետքա լիներ ռուսերեն է, ես հիմնականը գրում, անգլերեն թարգմանում էր։ Հիմա ես կարող եմ նաև հայերենը գրել եւ անգլերեն էլ, ռուսերեն էլ ու տարբեր լեզուներ։ Որ մենք մտածում ենք ստեղծել Պարզ ճանապարհով նկարել սովորացնել նաև։ Հաջողություն եմ մաղթում ձեր ընտրած գործին, շատ կարևոր գործ եք անում։ Շնորհակալ ենք շատ։ Մենք էլ ենք շնորհակալ։ Այո, շնորհակալ ենք նաև որ գեղեցիկ զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։
Ես հիշեցնեմ, որ իմ զրուցակիցները նկարիչ իլյուստրատոր Քրիստինե Առաքելյանը եւ նկարիչ անիմատոր Մանե Հարությունյանն էին։ Տաղավարում ձեզ համար աշխատեց Մարիամ Հարությունյանը, իսկ մեր հաղորդման գործընկերը կրթվել է նորաձևե շարժման շրջանակներում Իմ քայլի հիմնադրամներ։ Կհանդիպենք մյուս շաբաթ։